Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում հողամաս կհատկացվի Սիմոնյան կրթական հիմնադրամին Թումոն տուփի մեջ ծրագիրն իրականացնելու նպատակով։ Կառավարության նիստում Դավիթ Խուդաթյանն է ներկայացնում։ Խոսքը վերաբերում է Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի Շահումյան 12 փողոցում գտնվող 7519 քառակուսի մետր մակերեսով հողամասից 625 քառակուսի մետր հողամաս հետ վերցնելու հողամասը էսպային օգտագործում է Եղեգնաձորի վարժարան պոակը եւ տալու Սիմոնյան կրթական հիմնադրամին Թումո տուփի մեջ ծրագրի իրականացման համար շարժական Թումո կենտրոններ կառուցելու համար 5 տարի ժամկետ։ Ժաննա Անդրեասյանն ընդգծում է Թումոն տուփի մեջ ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ կրթությունը դարձնել հասանելի Հայաստանի տարբեր համայնքներում։ Այս պահին ունենք իրավիճակ, որ մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ եւ դրանցից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 երեխաներ։ Թումոն ընդլայնվում է նաև աշխարհի տարբեր երկրներում՝ Ճապոնիա, Ուրուգվայ եւ այլ երկրներ։ Այս կրթական մոդելն արտահանվում է եւ մրցունակ է աշխարհում, ասում է նախարարը։ Ես կուզեմ նաև ընդգծել, որ մենք ունենք նաև քոավ կենտրոնները մեր երկրում, որտեղ շուրջ 5000 երեխաներ են հաճախում 54 բնակավայրերից։ Բացի դրանից գիտեք, որ պետությունը ֆինանսավորում է ուրեմն տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ արմատ խմբակների գործունեությունը, որոնք նույնպես ոչ ֆորմալ կրթություն են։ Այս պահին 1044 խմբակներ ունենք շուրջ 16000 հաճախող երեխաներով եւ սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր կրթական համակարգում էապես ընդլայնվել են եւ սա նաեւ կրթության որակի բարձրացման ու դպրոցին աջակցության շատ կարեւոր ուղղություն է։ Օրենքի նոր նախագծով նախատեսվում է անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ եւ չափավոր անապահով ընտանիքների անաշխատունակ անձանց տնտեսական ակտիվության, եկամուտների ավելացման եւ զբաղվածությանը նպաստել։ Այս նախագծով ըստ էության մենք մեր շահառուներին աշխատանքի տեղավորելու համար աջակցում ենք գործատուներին, հետևյալ ոլորտներում աշխատող գործատուներին։ Քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն, մինչ համայնքային, ներհամայնքային ճանապարհներ եւ այլն, սոցիալական եւ համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, գյուղատնտեսություն եւ անտառային տնտեսություն, մշակույթ եւ զբոսաշրջություն, այդ թվում հուշարձանների խնամք եւ այլն, կրթություն, այդ թվում ուսուցիչների, օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքները։ Ծրագրի տևողությունը 3-ից 12 ամիս է, գործատուներին պետությունը կաջակցի ամսական 21-օրյա աշխատանքային կտրվածքով 73000 դրամի չափով։ Ծրագիրն առայժմ պիլոտային է եւ կվերաբերի միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզերում անապահով ճանաչված ընտանիքներին։ Եթե գործատուն մեր անապահով ճանաչված շահառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա մեկ մարդու աշխատանքի համար գործատուն կստանա 3500 դրամի չափով գումար։ Արմավիրի մարզում կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ, որում կներառվեն Վաղարշապատ եւ Խոյ համայնքներն իրենց 19 բնակավայրերով։ Այս քայլով կառավարությունը ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։ Նախագծով նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ, ինչպես նաեւ Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավականու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Համայնքներն արդեն տեղեկացված են, նախարարի խոսքերով միավորման նպատակը առավել խոշոր միավոր ունենալն է։ Նախկինում Վաղարշապատը միավորված է եղել Էջմիածին քաղաքով եւ ընդամենը 1 գյուղական բնակավայրով։ Ժամանակը ցույց է տվել, որ այդպիսի փոքր միավորները արդյունավետ չեն կառավարման տեսանկյունից, որովհետև մեր նույն դոտացիոն համակարգերը նախատեսում են բազմաբնակավայր ուրեմն համայնքներին ավելի մեծ հատկացումներ,
Եվ այս ստեղծված իրավիճակով պայմանավորված մենք վերամիավորումներ ենք անում։ Համայնքների միավորումը ենթադրում է նաև միասնական բյուջե, ընտրության պահից բյուջեները կհամարվեն միավորված, բայց քանի որ տարեվերջին կհամընկնի, ծախսային հիմնական մասն ավարտված կլինի, ուստի ավագանու հաջորդ նիստով միավորված բյուջեն կհաստատեն 2026 թվականի համար։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։